Խաղաղություն ամենեցուն, Աստված ձեզ պահապան։ Այս հաղորդագրություններով ու իր լուսանկարներով արդեն 5 տարի ամեն օր Հայր Ղևոնդը բարի լույս ու գիշեր է մաղթում Հայաստան աշխարհին ու Արցախին։ Տեր Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանն իր այս ֆոտոշարքով բավական հայտնի բլոգեր է դարձել համացանցում։ Ամեն ինչ սկսվել է, երբ Տեր Ղևոնդի հայրը 12-ամյա որդուն ֆոտոխցիկ է նվիրել։ Հայր Սուրբը հիշում է, որ այդ տարիքում ինքնուրույն էլ երևակել է տեսաժապավենը։ Լուսանկարելու նախասիրությունը Հայր Սուրբը չի թողել հոգևորական դառնալուց հետո է։ Լուսանկարչությունը ընդհանրապես դա ստեղծագործություն, արարչագործության պես մի բան է։ Երուսաղեմի Սուրբ հրեշտակապետած վանքի վանահայր նշանակվելուց հետո որոշ ժամանակով նա ստիպված է եղել չզբաղվել լուսանկարչությամբ։ 2010 թվականին ձեռք բերելով հեռախոս, որի լուսանկարելու հնարավորություններն ըստ Հայր Սուրբի քիչ էին զիջում պրոֆեսիոնալ տեսախցիկներին, սկսում է ամեն օր արձանագրել Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունները, ծեսերը, աղոթող հավատացյալներին։ Հայ Երուսաղեմ խորագրով նրա ցուցահանդեսը բացվեց ֆրեսկո հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Երուսաղեմը դա հայ ժողովրդի հոգևոր պատմությունն է։ Քարերի մեջ մեր ժողովրդի ուխտավորի հոգին է, աղոթքն է, դա եմ ուզում ներկայացնեմ։ Հայր Սուրբը հավաքվածներին պատմեց այֆոնոգրաֆիայի մասին։ Լուսանկարչության նոր ուղղություն է, որին պատկանում են հեռախոսներով արված լուսանկարները։ Այս ոճը ժամանակակից աշխարհում ուրույն տեղ է զբաղեցնում։ Հայր Սուրբը խոստովանում է, որ տեսախցիկն իր համար անհարմարավետ է։ Բացի այդ, հեռախոսով կադրեր արձանագրելու եւ դրանք մշակելու գործընթացը շատ արագ ու դյուրին է։ Հայր Ղևոնդը ընկերոջ Երուսաղեմում հայտնի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի խորհրդով է իր լուսանկարները հրապարակել։ Բրիկմանը նույնպես Հայաստան է ժամանել ֆրեսկո կինոփառատոնի շրջանակում։ Հայ հանդիսականի համար բերել է Հայաստանի աչքերն իսրայելցու աչքերով խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Աշխատանքները ստեղծվել են անցած տարի Բաղրամյան փողոցում ցույցերի ժամանակ։ Человек видит или не видит. Фотографии все очень. Մարդը կամ տեսնում է, կամ չի տեսնում։ Ամեն ինչ այստեղ շատ պարզ է։ Շատ սուր աչք ունի Հայր Սուրբը։ Պետք է լինես Երուսաղեմի մարդ, որ կարողանաս նման լուսանկարներ անել։ Հայր Սուրբի լուսանկարներն ի դեպ հրաշալի են ստացվում։ Он замечательно снимает. Աստված մարդուն հոգի, ազատ կամք, արարելու ջիղ տվեց։ Իսկ այս շնորհները երբեմն ճիշտ օգտագործելով կարող ես մարդկանց հետ կիսել քո փոքրիկ ուրախությունները, փոխանցել այն ապրումները, որ ինքդ ես ունեցել պահը տեսախցիկով որսալիս, ասում է Հայր Սուրբը։ Երուսաղեմը 3 կրոնների՝ քրիստոնեության, հուդայականության ու մահմեդականության քաղաք է եւ բոլոր ժամանակներում է կռվախնձոր եղել։ Երկարատև պատմության ընթացքում Երուսաղեմը բազմաթիվ պատերազմներ, կորուստներ ու ավերածություններ է տեսել։ Պատմության այդ վայրի վերումների մեջ հայ առաքելական եկեղեցին պահպանել է իր դիրքն ու արթուն ժամապահի պես հսկել տերունական սրբավայրերի հայերին պատկանող հատվածները։ Հայր Ղևոնդն իր լուսանկարներով ներկայացնում է տերունակող վայրերի խաղաղությունն ու ուխտավորների աղոթական վիճակը։ Անուշ Առաքելյան, Գարեգին Պապոյան, Եկեղեցական կյանք։